Մինչ վերջին րոպեն ես հավատացի, որ նրանք կփրկվեն, ասում է Անտոն Սարգսյանը, նախկին պաշտոնյա, ով 50 տարի լռել է Քոչինյանի ընտանիքի մասին։ Նրա ձեռքերը դեռ դողում են, երբ խոսում է այն գիշերի մասին, երբ Քոչինյանի կինն ու երեխաները անհետացան երանից։ Ինչ գիտեր այս մարդը, ինչ որ մենք չգիտենք։ Այս երեկո 3 նախկին պաշտոնյաներ առաջին անգամ խոսում են այն գաղտնիքների մասին, որոնք պահել են տասնամյակներ շարունակ։ Նրանց բացահայտումները կփոխեն այն ամենը, ինչ կարծում էիք, որ գիտեք Քոչինյանի վերջին օրերի մասին։ Ինչու՞։ Խորհրդային իշխանությունը հեռացրեց նրանց անունները բոլոր պաշտոնական փաստաթղթերից։ Ինչու՞։ Քոչինյանի կինը երբեք չհայտնվեց հանրային միջոցառումներում։ Ու ամենակարևորը, որ են նրանք 1974-ից հետո, երբ Անտոն Սարգսյանը առաջին անգամ տեսավ Քոչինյանի կնոջը։ Նա աշխատում էր Կենտկոմի արխիվում։ Դա 1972 թվականի հունվարն էր։ Մի կին մտավ շենք 3 երեխաների հետ։ Նրանք չէին նմանվում սովորական այցելուներին։ Կինը կրում էր թանկարժեք բաճկոն, երեխաները՝ արտասահմանյան հագուստ։ Բայց ամենաարտասովորը նրանց դեմքերի արտահայտությունն էր։ Վախ։ Անկեղծ, անմիջական վախ։ Սարգսյանը տեսավ, թե ինչպես կինը շրջվում էր ամեն քայլափոխի, ինչպես ձեռքը սեղմում էր երեխաների ուսերը։ Նա չգիտեր, թե ով է այդ կինը։ Բայց երբ նրանք անցան հատուկ միջանցքով, որտեղ թույլատրվում էին միայն բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքները, նա հասկացավ, սա ոչ սովորական մարդիկ են։ Քոչինյանի կնոջ անունը Մարիամ էր։ Մարիամ Հովհաննիսյան։ Նրանք ամուսնացել էին 1948 թվականին, երբ Քոչինյանը դեռ պարզապես կուսակցական աշխատող էր Կիրովականում։ Մարիամը եկել էր գյուղից, ուսուցչի ընտանիքից։ Նրա հայրը մարտնչել էր մեծ հայրենական պատերազմում, վերադարձել էր հերոսի կարգավիճակով։ Սա կարևոր էր։ Խորհրդային համակարգում կարիերան կախված էր ոչ միայն քո ունակություններից, այլ քո ընտանիքի կենսագրությունից։ Մարիամի հայրը մաքուր էր։ Նրա ընտանիքը մաքուր էր։ Սա նշանակում էր, որ Քոչինյանը կարող էր ամուսնանալ նրա հետ առանց վախի, որ սա կվնասի նրա կարիերային։ Բայց արդյոք Մարիամը գիտեր, թե ում է ամուսնանում։ Արդյոք նա գիտեր, որ նրա ամուսինը կդառնա Հայաստանի ամենահզոր, ամենավտանգավոր մարդը։ Արդյոք նա գիտեր, որ նրա անունը կմնա պատմության մեջ որպես կոռուպցիայի խորհրդանիշ։ Նրանց առաջին երեխան ծնվեց 1949 թվականին։ Տղա։ Անունը Արմեն։ Երկրորդ երեխան, աղջիկ Լուսինե, ծնվեց 1952 թվականին։ Երրորդ երեխան, կրկին տղա, Վահան, ծնվեց 1956 թվականին։ 3 երեխա։ Սովորական խորհրդային ընտանիք։ Բայց այս ընտանիքը երբեք չեղավ սովորական։ Երբ Քոչինյանը դարձավ Հայաստանի առաջին քարտուղար 1965 թվականին, նրա ընտանիքը պետք էր դառնար հանրային։ Այլ հանրապետություններում կուսակցության առաջնորդների կանայք հայտնվում էին թերթերում, մասնակցում էին պաշտոնական միջոցառումներին, տալիս էին հարցազրույցներ։ Բայց Մարիամ Քոչինյանը երբեք չհայտնվեց հանրության առջ։ Ոչ մի լուսանկար։ Ոչ մի հարցազրույց։ Ոչ մի հիշատակում պաշտոնական փաստաթղթերում։ Ինչու՞։ Սարգսյանը հիշում է մի զրույց, որը լսեց 1967 թվականին։ 2 բարձրաստիճան պաշտոնյաներ խոսում էին Կենտկոմի միջանցքում։ Նրանք չէին նկատում, որ Սարգսյանը կանգնած է դռան հենց հետում։ Մեկը ասաց. Քոչինյանը պահանջել է, որ նրա ընտանիքի մասին ոչինչ չգրվի։ Մյուսը պատասխանեց. Նա ճիշտ է անում։ Որքան քիչ մարդիկ իմանան նրանց մասին, այնքան ավելի անվտանգ կլինեն։ Անվտանգ։ Այս բառը մնաց Սարգսյանի հիշողության մեջ։ Անվտանգ ինչի՞ց։ Ումի՞ց։ Քոչինյանի երեխաները սովորում էին հատուկ դպրոցում։ Ոչ թե սովորական խորհրդային դպրոցում, որտեղ սովորում էին բոլոր երեխաները։ Հատուկ դպրոց, որտեղ սովորում էին միայն կուսակցական էլիտայի երեխաները։ Դպրոցը գտնվում էր Երանի կենտրոնում, բայց շենքի վրա չկար ոչ մի ցուցանակ։ Դուք չէիք կարող պարզապես գալ գրանցել ձեր երեխային։ Դուք պետք էր ունենայիք հատուկ թույլտվություն։ Դպրոցում աշխատում էին լավագույն ուսուցիչները։
Երեխաները սովորում էին օտար լեզուներ, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն։ Նրանք ուսումնասիրում էին այնպիսի առարկաներ, որոնք սովորական դպրոցներում չէին դասավանդվում։ Բայց Քոչինյանի երեխաները չէին շփվում մյուս երեխաների հետ։ Նրանք ժամանում էին առանձին մեքենայով։ Նրանք նստում էին առանձին սենյակում։ Նրանք ճաշում էին առանձին։ Ինչու՞։ Ո՞վ էր տվել այդպիսի հրահանգ։ Քոչինյանը։ Թե՞ Մարիամը։ Թե՞ ինչ-որ մեկը Մոսկվայից։ 1969 թվականին Արմեն Քոչինյանը, ավագ որդին, մեկնեց Մոսկվա։ Նա ընդունվեց Մոսկվայի պետական համալսարան, միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։ Սա էր ամենապրեստիժային ֆակուլտետը Խորհրդային Միությունում։ Այստեղ սովորում էին ապագա դիվանագետները, ապագա կուսակցական առաջնորդները։ Բայց Արմենը չավարտեց համալսարանը։ 1962 թվականին նա հանկարծ վերադարձավ Երևան։ Պաշտոնական տարբերակով, առողջական խնդիրների պատճառով։ Բայց Սարգսյանը լսել էր այլ տարբերակ։ Մի օր նա պատահաբար լսեց զրույց Կենտկոմի արխիվում։ Երկու աշխատակիցներ խոսում էին Արմենի մասին։ Մեկը ասաց. նրան հեռացրին համալսարանից։ Մյուսը հարցրեց. ինչու։ Առաջինը պատասխանեց. նա խոսել է ավելորդ բաներ։ Հայրը փրկեց նրան։ Ինչ էր խոսել Արմենը։ Ո՞մ հետ էր խոսել։ Ինչպես էր Քոչինյանը փրկել իր որդուն։ Լուսինե Քոչինյանը, դուստրը, սովորում էր Երևանի բժշկական ինստիտուտում։ Նա ուզում էր դառնալ բժիշկ։ Բայց նա երբեք չդարձավ բժիշկ։ 1966 թվականին նա ամուսնացավ։ Նրա ամուսինը կուսակցական պաշտոնյա էր։ Հարսանիքը եղավ փակ։ Ոչ մի լուսանկար թերթերում։ Ոչ մի հիշատակում։ Ինչպես թե այդ հարսանիքը երբեք չի եղել։ Վահան Քոչինյանը, կրտսեր որդին, սովորում էր Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ Նա ուսումնասիրում էր ճարտարագիտություն։ Բայց նա նույնպես երբեք չավարտեց ինստիտուտը։ 1971 թվականին նա մեկնեց Լենինգրադ։ Պաշտոնական տարբերակով շարունակելու ուսումը։ Բայց Սարգսյանը գիտեր, որ սա ճշմարտությունը չէր։ Նա հիշում է, թե ինչպես Վահանը մեկնում էր Երանից։ Դա գիշեր էր։ Կայարանում չկար ոչ ոք, բացի Վահանից, նրա մորից երկու անվտանգության աշխատակիցներից։ Մարիամը լաց էր լինում։ Վահանը փորձում էր մխիթարել նրան, բայց նրա դեմքին նույնպես երում էր վախը։ Սարգսյանը տեսավ այս տեսարանը պատահականորեն։ Նա աշխատում էր կայարանում այդ գիշեր։ Նա երբեք չմոռացավ Մարիամի դեմքը։ Դա չէր մոր դեմքը, որը ուղարկում է որդուն ուսանելու։ Դա էր մոր դեմքը, որը գիտեր, որ երբեք չի տեսնի իր որդուն։ Ինչու։ Քոչինյանի երեխաները մեկը մյուսի հետից հեռանում էին Երանից։ Ինչու։ Նրանց մայրը լաց էր լինում։ Ինչից էին նրանք վախենում։ 1970 թվականին Քոչինյանի իշխանությունը հասավ իր գագաթնակետին։ Նա վերահսկում էր ամեն ինչ Հայաստանում։ Բայց նույն ժամանակ Մոսկվան սկսեց ստանալ զեկույցներ նրա կոռուպցիայի մասին։ ԿԳԲ-ն սկսեց հետաքննություն։ Քոչինյանը գիտեր, որ վերջը մոտենում է։ Նա սկսեց պատրաստվել։ Սարգսյանը հիշում է, թե ինչպես 1972 թվականի աշնանը Մարիամ Քոչինյանը սկսեց հաճախ այցելել բանկեր։ Նա փակում էր հաշիվներ։ Նա հանում էր փող։ Նա փոխանցում էր գույք։ Ամեն ինչ արվում էր շատ զգույշ, շատ գաղտնի։ Բայց Սարգսյանը տեսավ փաստաթղթերը։ Նա աշխատում էր արխիվում, տեսավ, թե ինչպես Մարիամի անունը հայտնվում էր տարբեր փաստաթղթերում։ Բանկային փոխանցումներ, գույքի փոխանցումներ, արտասահմանյան հաշիվներ։ Արդյոք Մարիամը գիտեր, թե ինչ է անում։ Արդյոք նա գիտեր, որ օգնում է իր ամուսնուն թաքցնել կոռուպցիոն գումարները։ Թե՞ նա պարզապես կատարում էր ամուսնու հրահանգները։ 1973 թվականի մարտին Քոչինյանը հանկարծ հիվանդացավ։ Պաշտոնական տարբերակով, սրտի խնդիր։ Նա տեղափոխվեց Մոսկվա, բուժման։
Բայց Սարգսյանը գիտեր, որ սա ճշմարտությունը չէր։ Քոչինյանը փախավ։ Նա փախավ, որովհետև գիտեր, որ ԿԳԲ-ն մոտենում է։ Մարիամը մնաց Երանում։ Նա մնաց մենակ իր տանը։ Երեխաները արդեն հեռու էին։ Ամուսինը Մոսկվայում էր։ Նա մնաց մենակ այն տանը, որը կառուցվել էր կոռուպցիոն գումարներով։ Այն տանը, որը շուտով կդառնար նրա բանդը։ Սարգսյանը հիշում է, թե ինչպես 1973 թվականի ապրիլին ԿԳԲ-ի աշխատակիցները եկան Քոչինյանի տուն։ Նրանք փնտրում էին փաստաթղթեր։ Նրանք փնտրում էին ապացույցներ։ Մարիամը նստած էր սրահում, լռում էր։ Նա չէր լաց լինում։ Նա չէր բողոքում։ Նա պարզապես նստած էր, լռում էր։ Ինչպես թե նա գիտեր, որ այս օրը կգա։ ԿԳԲ-ի աշխատակիցները վերցրին բոլոր փաստաթղթերը, որոնք գտան։ Բայց Սարգսյանը գիտեր, որ ամենակարևոր փաստաթղթերը արդեն չկային տանը։ Մարիամը արդեն հեռացրել էր դրանք։ Նա այրել էր դրանք։ Կամ թաքցրել էր այնպիսի վայրում, որտեղ ԿԳԲ-ն երբեք չէր գտնի։ Բայց ո՞ր էին այդ փաստաթղթերը։ Ինչ էր գրված դրանց մեջ։ Ինչպիսի գաղտնիքներ էին պահում Քոչինյանի ընտանիքը։ 1974 թվականի հունվարին Քոչինյանը մեռավ Մոսկվայում։ Պաշտոնական տարբերակով, սրտի կաթված։ Նրա մարմինը տեղափոխվեց Երան, թաղվեց Կոմիտասի Պանթեոնում։ Թաղմանը ներկա էին հարյուրավոր մարդիկ։ Բայց Մարիամը չկար։ Նրա երեխաները չկային։ Ոչ ոք չտեսավ նրանց թաղման ժամանակ։ Ինչու։ Ո՞ր էին նրանք։ Ինչու։ Քոչինյանի ընտանիքը չներկայացավ նրա թաղմանը։ Սարգսյանը հիշում է, թե ինչպես թաղումից 2 օր առաջ նա տեսավ Մարիամին վերջին անգամ։ Նա դուրս էր գալիս իր տնից, մի փոքր ճամպրուկով։ Նրա հետ էին 2 անվտանգության աշխատակիցներ։ Նրանք նստեցին մեքենայի մեջ, հեռացան։ Սարգսյանը երբեք այլս չտեսավ Մարիամ Քոչինյանին։ Քոչինյանի տունը կնքվեց։ Նրա գույքը բռնագրավվեց։ Նրա բանկային հաշիվները սառեցվեցին։ Բայց նրա ընտանիքը անհետացավ։ Ինչպես թե նրանք երբեք չեն եղել։ 1974 թվականի փետրվարին Կենտկոմի արխիվում հայտնվեց հատուկ հրահանգ։ Բոլոր փաստաթղթերը, որոնք վերաբերում էին Քոչինյանի ընտանիքին, պետք է հեռացվեին։ Բոլոր լուսանկարները պետք է ոչնչացվեին։ Բոլոր հիշատակումները պետք է ջնջվեին։ Ինչպես թե Մարիամ Քոչինյանը, Արմեն Քոչինյանը, Լուսինե Քոչինյանը, Վահան Քոչինյանը երբեք չեն եղել։ Սարգսյանը կատարեց այդ հրահանգը։ Նա հեռացրեց փաստաթղթերը։ Նա ոչնչացրեց լուսանկարները։ Նա ջնջեց հիշատակումները։ Բայց նա չկարողացավ ջնջել իր հիշողությունը։ Նա չկարողացավ մոռանալ Մարիամի դեմքը, երբ նա վերջին անգամ տեսավ նրան։ Վախ։ Անկեղծ, անմիջական վախ։ Ինչից էր վախենում Մարիամ Քոչինյանը։ Ումից էր վախենում։ Ինչու։ Խորհրդային իշխանությունը ուզում էր ջնջել նրա գոյությունը։ 50 տարի անցել է Քոչինյանի մահից։ 50 տարի լռություն։ Բայց այժմ Սարգսյանը պատրաստ է խոսել։ Նա պատրաստ է պատմել այն ամենը, ինչ գիտի Քոչինյանի ընտանիքի մասին։ Այն գաղտնիքները, որոնք պահել է 50 տարի։ Այն ճշմարտությունը, որը խորհրդային իշխանությունը փորձեց թաքցնել։ Բայց նախքան Սարգսյանի պատմությունը, մենք պետք է վերադառնանք 1948 թվականին։ Այն տարին, երբ Քոչինյանը հանդիպեց Մարիամին։ Այն տարին, երբ սկսվեց այս պատմությունը։ Այն տարին, երբ ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե ինչ ապագա է սպասում այս երիտասարդ զույգին։ Արդյոք Մարիամը գիտեր, թե ինչ ապագա է սպասում նրան։ Արդյոք նա գիտեր, որ նրա անունը կմնա պատմության մեջ որպես գաղտնիք։ Որպես հարց, որին պատասխան չկա։ Որպես կին, որը անհետացավ, երբեք չվերադարձավ։ Կիրովական 1948 թվական։ Փոքրիկ քաղաք Հայաստանի հյուսիսում։ Այստեղ ապրում էր Մարիամ Հովհաննիսյանը, 22 տարեկան ուսուցչուհի։ Նա դասավանդում էր տեղական դպրոցում։ Նա սիրում էր իր աշխատանքը։ Նա սիրում էր երեխաներին։
Նա երազում էր ստեղծել ընտանիք, ունենալ երեխաներ, ապրել հանգիստ կյանք։ Բայց ճակատագիրը այլ պլաններ ուներ Մարիամի համար։ 1948 թվականի մայիսին Կիրովական եկավ Անտոն Քոչինյանը։ Նա եկավ որպես կուսակցության նոր աշխատող։ Նրա առաջադրանքը կազմակերպել էր տեղական կուսակցական կառույցները։ Նա երիտասարդ էր, ամբիցիոզ, լի էներգիայով։ Նա ուզում էր բարձրանալ կարիերայի սանդուղքով։ Նա ուզում էր դառնալ հզոր։ Քոչինյանը Մարիամը հանդիպեցին կուսակցական միջոցառման ժամանակ։ Դա սովորական միջոցառում էր, նվիրված հաղթանակի օրվան։ Մարիամը եկել էր իր դպրոցի տնօրենի հետ։ Քոչինյանը ելույթ էր ունենում։ Նրանց հայացքները հատվեցին։ Սարգսյանը չէր ներկա այդ միջոցառմանը։ Բայց նա լսել էր պատմությունը բազմիցս։ Տարբեր մարդիկ պատմում էին տարբեր տարբերակներ։ Ոմանք ասում էին, որ Քոչինյանը անմիջապես սիրահարվեց Մարիամին։ Ուրիշներ ասում էին, որ Մարիամն էր, ով սիրահարվեց Քոչինյանին։ Երրորդները ասում էին, որ դա ամուսնություն էր հաշվարկով, Քոչինյանին պետք էր մաքուր կենսագրությամբ կին, Մարիամին ապահովագրված ապագա։ Բայց ճշմարտությունը, հավանաբար, ավելի բարդ էր։ Քոչինյանը Մարիամը սկսեցին հանդիպել։ Նրանք քայլում էին Կիրովականի փողոցներով։ Նրանք նստում էին պուրակում։ Նրանք խոսում էին ապագայի մասին։ Քոչինյանը պատմում էր իր երազանքների մասին։ Նա ուզում էր փոխել Հայաստանը։ Նա ուզում էր դարձնել այն ժամանակակից, զարգացած հանրապետություն։ Նա ուզում էր, որ հայ ժողովուրդը ապրի ավելի լավ։ Արդյոք Քոչինյանը հավատում էր այն ամենին, ինչ ասում էր։ Արդյոք նա իսկապես ուզում էր օգնել ժողովրդին։ Թե սա պարզապես խոսքեր էին, տպավորելու Մարիամին։ Մարիամը լսում էր, հավատում էր։ Նա տեսնում էր Քոչինյանի աչքերում կրակ։ Նա տեսնում էր նրա ամբիցիան։ Նա կարծում էր, որ այս մարդը իսկապես կարող է փոխել աշխարհը։ Նա կարծում էր, որ այս մարդը կարող է դարձնել Հայաստանը ավելի լավ վայր։ Նրանք ամուսնացան 1948 թվականի սեպտեմբերին։ Պարզ հարսանիք։ Ընտանիքի անդամներ մի քանի ընկերներ։ Ոչինչ շքեղ։ Ոչինչ ցուցադրական։ Պարզապես երկու երիտասարդներ, ովքեր սիրում էին միմյանց, ուզում էին ապրել միասին։ Կամ գուցե ոչ։ Գուցե արդեն այն ժամանակ Քոչինյանը հաշվարկում էր իր քայլերը։ Գուցե արդեն այն ժամանակ նա գիտեր, որ Մարիամը կլինի կատարյալ կինը նրա կարիերայի համար։ Մաքուր կենսագրություն։ Ուսուցչուհի։ Հանգիստ, հնազանդ կին, ով չի միջամտի նրա գործերին։ Առաջին տարիները նրանց ամուսնությունը երջանիկ էր։ Քոչինյանը աշխատում էր կուսակցությունում, արագ բարձրանում էր։ Մարիամը շարունակում էր դասավանդել։ 1949 թվականին ծնվեց նրանց առաջին երեխան, Արմենը։ Մարիամը թողեց աշխատանքը, նվիրվեց ընտանիքին։ Սարգսյանը հիշում է, թե ինչպես մարդիկ խոսում էին Մարիամի մասին այդ տարիներին։ Նրանք ասում էին, որ նա հիանալի մայր է, որ նա նվիրված է իր ընտանիքին, որ նա երջանիկ է։ Բայց արդյոք նա իսկապես երջանիկ էր։ Արդյոք նա չէր նկատում, թե ինչպես նրա ամուսինը փոխվում է։ Ինչպես նա դառնում է ավելի կոշտ, ավելի հաշվարկված, ավելի հեռու իր ընտանիքից։ 1952 թվականին ծնվեց նրանց երկրորդ երեխան, Լուսինեն։ 1956 թվականին երրորդ երեխան, Վահանը։ 3 երեխա։ Մարիամը լիովին զբաղված էր նրանց խնամքով։ Նա չուներ ժամանակ մտածելու այլ բաների մասին։ Նա չուներ ժամանակ նկատելու, թե ինչ է կատարվում նրա ամուսնու կյանքում։ Քոչինյանը այդ տարիներին արդեն դարձել էր Հայաստանի կուսակցության կարևոր անդամ։ Նա վերահսկում էր տնտեսության մեծ հատվածը։ Նա ուներ կապեր Մոսկվայի հետ։ Նա սկսում էր կառուցել իր կոռուպցիոն ցանցը։ Բայց Մարիամը չգիտեր այս մասին։ Կամ գուցե նա չուզում էր իմանալ։ 1965 թվականին Քոչինյանը դարձավ Հայաստանի առաջին քարտուղար։ Ամենահզոր պաշտոնը հանրապետությունում։ Մարիամը դարձավ առաջին քարտուղարի կին։ Բայց նա երբեք չվարվեց որպես առաջին քարտուղարի կին։ Այլ հանրապետություններում առաջին քարտուղարների կանայք էին հանրային դեմքեր։
Նրանք մասնակցում էին պաշտոնական միջոցառումներին։ Նրանք տալիս էին հարցազրույցներ։ Նրանք ունեին իրենց հասարակական դերը։ Բայց Մարիամը մնաց ստվերում։ Ինչու՞։ Ով որոշեց, որ նա պետք է մնա ստվերում։ Քոչինյանը։ Թե Մոսկվան։ Թե ինչ-որ մեկը ԳԳԲ-ից։ Սարգսյանը հիշում է մի զրույց, որը լսեց 1966 թվականին։ Երկու ԳԳԲ-ի աշխատակիցներ խոսում էին Կենտկոմի շենքում։ Մեկը ասաց. Քոչինյանի կինը չպետք է լինի հանրային դեմք։ Մյուսը հարցրեց. Ինչու՞։ Առաջինը պատասխանեց. Որովհետև նա շատ է գիտի։ Եթե նա սկսի խոսել, կարող է վնասել Քոչինյանին։ Ինչ էր գիտում Մարիամը։ Ինչպիսի գաղտնիքներ էր նա պահում։ Արդյոք նա գիտեր իր ամուսնու կոռուպցիոն գործարքների մասին։ Արդյոք նա գիտեր, թե որտեղից են գալիս փողերը, որոնցով նրանք ապրում են։ 1967 թվականին Քոչինյանի ընտանիքը տեղափոխվեց նոր տուն։ Հսկայական տուն Երանի կենտրոնում։ Տուն, որը կառուցվել էր հատուկ նրանց համար։ Տուն, որը ուներ ամեն ինչ՝ լողավազան, սաունա, մասնավոր կինոթատրոն, հսկայական այգի։ Տուն, որը արժեր ավելի շատ, քան սովորական խորհրդային քաղաքացին կարող էր վաստակել ամբողջ կյանքում։ Մարիամը տեղափոխվեց այդ տուն իր երեխաների հետ։ Նա ապրում էր շքեղության մեջ։ Նա ուներ ամեն ինչ։ Ինչ կարող էր ցանկանալ։ Բայց արդյոք նա երջանիկ էր։ Արդյոք նա չէր զգում, որ այդ տունը բանտ է։ Որ այդ շքեղությունը գին ունի։ Սարգսյանը հիշում է, թե ինչպես մի անգամ տեսավ Մարիամին այդ տան պատշգամբում։ Դա 1968 թվականի ամառն էր։ Մարիամը կանգնած էր մենակ նայում էր Երանին։ Նրա դեմքը տխուր էր։ Նրա աչքերը դատարկ էին։ Ինչպես թե նա կորցրել էր ինչ-որ բան կարևոր։ Ինչպես թե նա հասկացել էր, որ իր կյանքը դարձել է ստախոսություն։ Բայց Մարիամը երբեք չբողոքեց։ Նա երբեք չխոսեց իր զգացմունքների մասին։ Նա շարունակեց ապրել որպես առաջին քարտուղարի կին։ Նա շարունակեց խնամել իր երեխաներին։ Նա շարունակեց պահպանել իր ամուսնու գաղտնիքները։ Ինչու՞։ Ինչու՞։ Մարիամը լռում էր։ Վախի՞ց։ Հավատարմությո՞ւնից։ Թե նա պարզապես չուներ այլ ընտրություն։ 1969 թվականին Քոչինյանի տանը սկսեցին հայտնվել անծանոթ մարդիկ։ Նրանք գալիս էին գիշերները։ Նրանք մտնում էին հետի դռնից։ Նրանք հանդիպում էին Քոչինյանի հետ նրա աշխատասենյակում։ Մարիամը տեսնում էր այդ մարդկանց, բայց երբեք չհարցնում էր, թե ովքեր են նրանք։ Նա սովորել էր չհարցնել։ Նա սովորել էր չտեսնել այն, ինչ չպետք է տեսներ։ Սարգսյանը գիտեր, թե ովքեր էին այդ մարդիկը։ Նրանք էին Քոչինյանի կոռուպցիոն ցանցի անդամները։ Գործարանների տնօրեններ, ովքեր վճարում էին Քոչինյանին իրենց պաշտոնները պահելու համար։ Շինարարական ընկերությունների ղեկավարներ, ովքեր բաժանում էին շահույթը Քոչինյանի հետ։ Արտրականներ, ովքեր ներկրում էին ապրանքներ Քոչինյանի թույլտվությամբ վճարում էին նրան դրա համար։ Այս մարդիկ բերում էին փող։ Շատ փող։ Փող, որը Քոչինյանը թաքցնում էր բանկերում, ներդնում էր գույքի մեջ, փոխանցում էր արտասահման։ Մարիամը տեսնում էր այս փողերը։ Նա տեսնում էր, թե ինչպես նրա ամուսինը հարստանում է։ Նա տեսնում էր նոր մեքենաները, նոր զարդերը, նոր գորգերը։ Բայց նա երբեք չհարցրեց, թե որտեղից են գալիս այս փողերը։ Կամ գուցե նա հարցրեց, բայց Քոչինյանը պատասխանեց այնպես, որ նա այլևս չուզեց հարցնել։ 1969 թվականի նոյեմբերին Մարիամի հայրը, Հովհաննես Հովհաննիսյանը, մեռավ։ Նա մեռավ հանկարծակի, սրտի կաթվածից։ Մարիամը խորապես տխրեց։ Նրա հայրը եղել էր նրա աջակիցը, նրա խորհրդատուն։ Նա եղել էր միակ մարդը, ում հետ Մարիամը կարող էր խոսել իր իսկական զգացմունքների մասին։ Թաղումից հետո Մարիամը փոխվեց։ Նա դարձավ ավելի փակ, ավելի լուռ։ Նա քիչ էր դուրս գալիս տնից։ Նա քիչ էր խոսում նույնիսկ իր երեխաների հետ։ Ինչպես թե նրա հոգու մի մասը մեռել էր նրա հոր հետ միասին։
Սարգսյանը հիշում է, թե ինչպես մի անգամ տեսավ Մարիամին եկեղեցում։ Դա 1969 թվականի դեկտեմբերն էր։ Մարիամը կանգնած էր մոմի առջ աղոթում էր։ Նրա դեմքին արցունքներ կային։ Նա աղոթում էր այնքան ինտենսիվ, այնքան հուզմունքով, որ Սարգսյանը զգաց անհանգստություն։ Ինչ էր խնդրում Մարիամը Աստծուց։ Ինչից էր նա աղոթում փրկություն։ 1970 թվականին Մոսկվան սկսեց ստանալ զեկույցներ Քոչինյանի կոռուպցիայի մասին։ Զեկույցները գալիս էին տարբեր աղբյուրներից։ Մի քանիսը գալիս էին Քոչինյանի իսկ մարդկանցից, նրանցից, ովքեր զայրացել էին, որ Քոչինյանը վերցնում է շատ մեծ մաս շահույթից։ Մի քանիսը գալիս էին ԿԳԲ-ի գործակալներից, ովքեր ներթափանցել էին Քոչինյանի ցանցի մեջ։ Մի քանիսը գալիս էին պարզապես մարդկանցից, ովքեր տեսել էին Քոչինյանի շքեղ կյանքը հարցեր էին տալիս։ Մոսկվան սկսեց հետաքննություն։ ԿԳԲ-ն ուղարկեց իր լավագույն հետաքննիչներին Երան։ Նրանք սկսեցին հավաքել ապացույցներ։ Նրանք սկսեցին հարցաքննել մարդկանց։ Նրանք սկսեցին փակվել Քոչինյանի շուրջը։ Քոչինյանը գիտեր, որ վերջը մոտենում է։ Նա տեսնում էր, թե ինչպես ԿԳԲ-ի մարդիկ հետում են նրան։ Նա տեսնում էր, թե ինչպես նրա մարդիկ մեկը մյուսի հետից ձերբակալվում են։ Նա հասկանում էր, որ շուտով կգա նրա հերթը։ 1970 թվականի մարտին Քոչինյանը կանչեց Մարիամին իր աշխատասենյակ։ Սարգսյանը չգիտի, թե ինչ խոսեցին նրանք այդ օրը։ Բայց նա գիտի, որ այդ զրույցից հետո Մարիամը սկսեց պատրաստվել։ Նա սկսեց փակել բանկային հաշիվները։ Նա սկսեց փոխանցել գույքը։ Նա սկսեց ոչնչացնել փաստաթղթերը։ Արդյոք Քոչինյանը պատմեց Մարիամին ամբողջ ճշմարտությունը։ Արդյոք նա ասաց նրան, թե որքան փող է նա կոռումպացրել։ Արդյոք նա ասաց նրան, թե որքան մարդկանց կյանքներ է նա ավերել իր ագահությամբ։ Թե նա պարզապես ասաց, որ նրանք վտանգի մեջ են, պետք է պատրաստվեն։ Մարիամը չբողոքեց։ Նա չհարցրեց։ Նա պարզապես սկսեց կատարել այն, ինչ նրա ամուսինը ասաց։ Ինչպես միշտ։ Ինչպես ամբողջ իր ամուսնական կյանքում։ 1970 թվականի ապրիլին Մարիամը այրեց փաստաթղթերի առաջին խմբաքանակը։ Սարգսյանը տեսավ ծուխը բարձրանում Քոչինյանի տան այգուց։ Նա գիտեր, թե ինչ է այրվում այնտեղ։ Բանկային փաստաթղթեր։ Գույքի փաստաթղթեր։ Նամակներ։ Հեռագրեր։ Ամեն ինչ, որը կարող էր կապել Քոչինյանին կոռուպցիայի հետ։ Բայց Մարիամը չայրեց ամեն ինչ։ Սարգսյանը գիտեր, որ նա պահեց որոշ փաստաթղթեր։ Նա թաքցրեց դրանք։ Ինչու՞։ Ապահովագրություն։ Սպառնալիքի միջոց։ Թե նա պարզապես ուզում էր ունենալ ապացույց, որ ինքը ճշմարտությունը գիտեր։ 1970 թվականի մայիսին ԿԳԲ-ն սկսեց հարցաքննել Քոչինյանի մերձավոր մարդկանց։ Նրանք հարցաքննեցին նրա օգնականներին։ Նրանք հարցաքննեցին նրա վարորդներին։ Նրանք հարցաքննեցին նրա անվտանգության աշխատակիցներին։ Բոլորը պատմեցին նույն պատմությունը։ Քոչինյանը վերցնում էր կաշառք։ Քոչինյանը թաքցնում էր փող։ Քոչինյանը ապրում էր շքեղության մեջ, մինչդեռ սովորական հայ ժողովուրդը տառապում էր։ Բայց ոչ ոք չխոսեց Մարիամի մասին։ Ոչ ոք չասաց, որ նա գիտեր իր ամուսնու գործերի մասին։ Ոչ ոք չասաց, որ նա օգնում էր նրան թաքցնել փողերը։ Ինչու։ Վախից։ Հավատարմությունից։ Թե ԿԳԲ-ն հատուկ չէր հարցնում Մարիամի մասին, որովհետև ուներ այլ պլաններ նրա համար։ 1970 թվականի հունիսին Քոչինյանը հանկարծ հայտարարեց, որ հիվանդ է։ Սրտի խնդիր։ Նա պետք է մեկնի Մոսկվա, բուժման։ Պաշտոնական տարբերակը հնչում էր համոզիչ։ Բայց Սարգսյանը գիտեր ճշմարտությունը։ Քոչինյանը փախչում էր։ Նա փախչում էր ԿԳԲ-ից։ Նա փախչում էր հետաքննությունից։ Նա փախչում էր իր ճակատագրից։ Մարիամը մնաց Երանում։ Նա մնաց մենակ այն տանը, որը շուտով կդառնար նրա բանտը։ Երեխաները արդեն հեռու էին։ Արմենը Մոսկվայում էր։ Լուսինեն ամուսնացած էր, ապրում էր իր ամուսնու հետ։
Վահանը Լենինգրադում էր։ Մարիամը մնաց մենակ։ Սարգսյանը հիշում է, թե ինչպես տեսավ Մարիամին այդ օրերին։ Նա քայլում էր տան այգում մենակ։ Նա նստում էր պատշգամբում, նայում էր երանին։ Նա չէր լաց լինում։ Նա չէր բողոքում։ Նա պարզապես սպասում էր։ Սպասում էր, որ գա այն, ինչ պետք է գար։ 1970 թվականի հուլիսին ԿԳԲ-ի աշխատակիցները եկան Քոչինյանի տուն։ Նրանք ունեին օրթեր։ Նրանք ունեին իրավունք խուզարկելու տունը։ Նրանք փնտրում էին ապացույցներ։ Նրանք փնտրում էին փաստաթղթեր։ Նրանք փնտրում էին փող։ Մարիամը բացեց դուռը, թույլ տվեց նրանց մտնել։ Նա չդիմադրեց։ Նա չբողոքեց։ Նա պարզապես նստեց սրահում, սպասեց, մինչ նրանք ավարտեն իրենց աշխատանքը։ ԿԳԲ-ի աշխատակիցները գտան շատ բաներ։ Նրանք գտան թանկարժեք զարդեր։ Նրանք գտան արտասահմանյան արժույթ։ Նրանք գտան փաստաթղթեր, որոնք ապացուցում էին Քոչինյանի կոռուպցիան։ Բայց նրանք չգտան ամենակարևոր փաստաթղթերը։ Նրանք չգտան այն փաստաթղթերը, որոնք Մարիամը թաքցրել էր։ Ո՞ր էր Մարիամը թաքցրել այդ փաստաթղթերը։ Ինչպես նա կարողացավ խաբել ԿԳԲ-ի լավագույն հետաքննիչներին։ Ինչպիսի փաստաթղթեր էին դրանք, որ նա այդքան զգույշ պահպանում էր դրանք։ ԿԳԲ-ի աշխատակիցները հեռացան։ Նրանք վերցրին այն, ինչ գտան։ Բայց նրանք թողեցին Մարիամին տանը։ Նրանք չձերբակալեցին նրան։ Նրանք չհարցաքննեցին նրան։ Ինչու՞։ Ինչու՞։ ԿԳԲ-ն թողեց Մարիամին ազատ։ Սարգսյանը հավատում է, որ ԿԳԲ-ն ուներ պլան Մարիամի համար։ Նրանք ուզում էին օգտագործել նրան։ Նրանք ուզում էին, որ նա վկայություն տա Քոչինյանի դեմ։ Նրանք ուզում էին, որ նա պատմի ամեն ինչ, ինչ գիտեր իր ամուսնու կոռուպցիոն գործարքների մասին։ Բայց Մարիամը երբեք չտվեց վկայություն։ Նա երբեք չխոսեց ԿԳԲ-ի հետ։ Նա պահպանեց լռությունը։ Ինչու՞։ Հավատարմությունից իր ամուսնու նկատմամբ։ Վախի՞ց։ Թե՞ նա գիտեր ինչ-որ բան, որը ԿԳԲ-ն չգիտեր, օգտագործում էր այդ գիտելիքը որպես ապահովագրություն։ 1971 թվականի սեպտեմբերին Մարիամը սկսեց ստանալ սպառնալիքներ։ Անանուն նամակներ։ Հեռախոսազանգեր, որոնց ժամանակ ոչ ոք չէր խոսում։ Մարդիկ, ովքեր հետում էին նրան փողոցում։ Ո՞վ էր ուղարկում այդ սպառնալիքները։ Քոչինյանի թշնամիները։ Քոչինյանի նախկին գործընկերները, ովքեր վախենում էին, որ Մարիամը կխոսի։ Թե՞ ԿԳԲ-ն, որը փորձում էր ճնշել նրան, որպեսզի նա համագործակցի։ Մարիամը չխոսեց ոչ ոքի հետ այդ սպառնալիքների մասին։ Նա չդիմեց ոստիկանությանը։ Նա չդիմեց ԿԳԲ-ին։ Նա պարզապես շարունակեց ապրել իր տանը, մենակ, փակված, լուռ։ 1972 թվականի հունվարին Մարիամի տունը կրակոցվեց։ Գիշերվա ժամը 2-ին ինչ-որ մեկը կրակեց տան պատուհաններին։ Մարիամը չվիրավորվեց։ Նա պատսպարվեց սենյակում, սպասեց, մինչ կրակոցները դադարեցին։ Ոստիկանությունը եկավ, բայց ոչ ոք չգտնվեց։ Ոչ մի հետք։ Ոչ մի վկա։ Սարգսյանը գիտեր, որ այդ կրակոցները նախազգուշացում էին։ Ինչ-որ մեկը ուզում էր վախեցնել Մարիամին։ Ինչ-որ մեկը ուզում էր, որ նա լռի, կամ հեռանա, կամ անհետանա։ 1972 թվականի փետրվարին Մարիամը սկսեց պատրաստվել հեռանալուն։ Սարգսյանը տեսավ, թե ինչպես նա փաթեթավորում էր իր իրերը։ Ինչպես նա վերցնում էր միայն ամենակարևորը։ Ինչպես նա թողնում էր ամեն ինչ, տունը, կահույքը, զարդերը։ Նա վերցնում էր միայն մի փոքր ճամպրուկ, մի փոքր տուփ։ Ինչ կար այդ տուփի մեջ։ Փաստաթղթեր։ Լուսանկարներ։ Թե՞ ինչ-որ բան ավելի կարևոր։ 1972 թվականի մարտի 22-ին Մարիամ Քոչինյանը հեռացավ երանից։ Նա հեռացավ գիշերվա մութի մեջ։ Նրա հետ էին երկու անվտանգության աշխատակիցներ։ Նրանք նստեցին մեքենայի մեջ, հեռացան։ Ոչ ոք չգիտեր, թե ուր են նրանք գնում։
Ոչ ոք չտեսավ նրանց այլս։ Սարգսյանը եղավ վերջին մարդը, ով տեսավ Մարիամ Քոչինյանին։ Նա աշխատում էր այդ գիշեր Կենտկոմի շենքում։ Նա պատահաբար նայեց պատուհանից, տեսավ մեքենան, որը հեռանում էր։ Նա տեսավ Մարիամի դեմքը մեքենայի պատուհանում։ Վախ, անկեղծ, անմիջական վախ, բայց նա ինչ-որ այլ բան, որոշվածություն։ Ինչպես թե Մարիամը գիտեր, թե ինչ է անում։ Ինչպես թե նա ուներ պլան։ Որ գնաց Մարիամ Քոչինյանը այդ գիշեր։ Ո՞վ էին այդ երկու անվտանգության աշխատակիցները։ Ինչու։ Նրանք օգնում էին նրան։ Ինչու։ ԿԳԲ-ն թույլ տվեց նրան հեռանալ։ 1972 թվականի մարտի 23-ին Կենտկոմում հայտնվեց հատուկ հրահանգ։ Մարիամ Քոչինյանի անունը պետք է հեռացվեր բոլոր պաշտոնական փաստաթղթերից։ Նրա լուսանկարները պետք է ոչնչացվեին։ Նրա մասին բոլոր հիշատակումները պետք է ջնջվեին։ Ինչպես թե նա երբեք չի եղել։ Սարգսյանը կատարեց այդ հրահանգը։ Նա հեռացրեց Մարիամի անունը փաստաթղթերից։ Նա ոչնչացրեց նրա լուսանկարները։ Նա ջնջեց նրա մասին հիշատակումները։ Բայց նա չկարողացավ ջնջել իր հիշողությունը։ Նա չկարողացավ մոռանալ Մարիամի դեմքը։ Երբ նա վերջին անգամ տեսավ նրան 1973 թվականի հունվարին, Քոչինյանը վերադարձավ Երան Մոսկվայից։ Նա վերադարձավ հիվանդ, թուլացած, կոտրված։ Նա վերադարձավ մարդ, ով գիտեր, որ իր վերջը մոտ է։ Բայց նա չհարցրեց Մարիամի մասին։ Նա չփնտրեց նրան։ Ինչպես թե նա գիտեր, որ Մարիամը անհետացել է։ Ինչպես թե նա գիտեր, որ նա երբեք չի վերադառնա։ Արդյոք Քոչինյանը գիտեր, թե ուր է Մարիամը։ Արդյոք նա ինքը ուղարկեց նրան հեռու։ Արդյոք նա փրկեց նրան։ Թե նա մատնեց նրան։ 1974 թվականի հունվարի 18-ին Քոչինյանը մեռավ Մոսկվայում։ Նրա մարմինը տեղափոխվեց Երան, թաղվեց Կոմիտասի Պանթեոնում։ Թաղմանը ներկա էին հարյուրավոր մարդիկ։ Բայց Մարիամը չկար։ Նրա երեխաները չկային։ Ոչ ոք չտեսավ նրանց։ Սարգսյանը կանգնած էր թաղման ժամանակ, նայում էր բազմությանը։ Նա փնտրում էր Մարիամի դեմքը։ Նա փնտրում էր Արմենի, Լուսինեի, Վահանի դեմքերը։ Բայց նա չտեսավ նրանց։ Նրանք անհետացել էին։ Ինչպես թե նրանք երբեք չեն եղել։ Թաղումից հետո Սարգսյանը գնաց Քոչինյանի տուն։ Տունը կնքված էր։ Դռները փակ էին։ Պատուհանները փակ էին։ Տունը դատարկ էր։ Բայց Սարգսյանը զգաց, որ ինչ-որ մեկը այնտեղ է։ Ինչ-որ մեկը դիտում է նրան։ Ինչ-որ մեկը սպասում է։ Նա մոտեցավ տան դռանը։ Նա փորձեց բացել այն։ Բայց դուռը կողպված էր։ Նա նայեց պատուհանից ներս։ Նա տեսավ դատարկ սենյակները։ Նա տեսավ փոշին, որը ծածկել էր կահույքը։ Նա տեսավ լքված տունը, որը մի ժամանակ եղել էր լի կյանքով։ Բայց նա տեսավ ինչ-որ բան այլ։ Սեղանի վրա, փոշու տակ, կար մի ծրար։ Փոքրիկ ծրար, փաթաթված թղթի մեջ։ Սարգսյանը չկարողացավ մտնել տուն, որպեսզի վերցնի այդ ծրարը։ Բայց նա գիտեր, որ այդ ծրարը կարոր էր։ Նա գիտեր, որ Մարիամը թողել էր այն այնտեղ։ Նա գիտեր, որ այդ ծրարի մեջ էր պատասխանը բոլոր հարցերին։ Բայց ով վերցրեց այդ ծրարը։ Ով մտավ տուն Սարգսյանից հետո։ Ինչ կար այդ ծրարի մեջ։ Փաստաթղթեր։ Նամակ։ Թե ինչ-որ բան ավելի կարոր։ 50 տարի անցել է այդ օրից։ 50 տարի լռություն։ Մարիամ Քոչինյանը երբեք չվերադարձավ Երան։ Նրա երեխաները երբեք չհայտնվեցին հանրության առջ։ Նրանց անունները ջնջվեցին պատմությունից։ Ինչպես թե նրանք երբեք չեն եղել։ Բայց Սարգսյանը գիտի, որ նրանք եղել են։ Նա տեսել է նրանց։ Նա խոսել է նրանց հետ։ Նա գիտի, որ Մարիամ Քոչինյանը իրական մարդ էր, իր վախերով, իր երազանքներով, իր գաղտնիքներով։ Ո՞ր է Մարիամ Քոչինյանը այժմ։ Ո՞ր են նրա երեխաները։ Ապրում են նրանք դեռ։
Թե նրանք մեռել են տարիներ առաջ։ Արդյոք նրանք փոխել են իրենց անունները։ Արդյոք նրանք ապրում են նոր կյանք, նոր ինքնությամբ։ Արդյոք նրանք հիշում են իրենց անցյալը։ Թե նրանք փորձել են մոռանալ այն ամենը, ինչ եղել է։ 1974 թվականի փետրվարին, երբ Քոչինյանի թաղումը արդեն անցել էր, Կենտկոմի արխիվում հայտնվեց մի փաստաթուղթ, որը Սարգսյանը երբեք չէր տեսել։ Այն ուղարկված էր Մոսկվայից, ԿԳԲ-ի կենտրոնական գրասենյակից։ Փաստաթղթի վրա կար կարմիր կնիկ, խիստ գաղտնի։ Սարգսյանը բացեց այն դողացող ձեռքերով։ Ներսում գրված էր միայն մեկ նախադասություն. Քոչինյանի ընտանիքի անդամները տեղափոխվել են հատուկ ռեժիմով։ Նրանց գտնվելու վայրը դասակարգված է որպես պետական գաղտնիք։ Ո՞վ էր տվել այդ հրահանգը։ Ինչու։ Մարիամը երեխաները պահանջում էին այդպիսի պաշտպանություն։ Ումից էին նրանք թաքնվում։ Թե ում էին թաքցնում։ Սարգսյանը հիշում է, թե ինչպես 1974 թվականի մարտին նա պատահաբար լսեց զրույց երկու ԿԳԲ-ի բարձրաստիճան աշխատակիցների միջ։ Նրանք խոսում էին Կենտկոմի միջանցքում, կարծելով, որ ոչ ոք չի լսում։ Մեկը ասաց. Մարիամ Քոչինյանը գիտեր ավելի շատ, քան մենք կարծում էինք։ Մյուսը պատասխանեց. Դրա համար էլ նրան տեղափոխեցին։ Եթե նա մնար Երանում, շատ մարդիկ կուզեին նրան լռեցնել։ Առաջինը հարցրեց. Բայց ինչու։ Մենք չվերցրինք նրա վկայությունը։ Երկրորդը լուռ մնաց մի քանի վայրկյան, ապա ասաց. Որովհետև նրա վկայությունը կվնասեր ոչ միայն Քոչինյանին, այլ շատ ուրիշներին Մոսկվայում։ Ինչ գիտեր Մարիամ Քոչինյանը, որ այդքան վտանգավոր էր։ Արդյոք նա գիտեր միայն իր ամուսնու կոռուպցիոն գործարքների մասին։ Թե նա գիտեր ավելին։ Արդյոք նա գիտեր Մոսկվայի բարձրաստիճան պաշտոնյաների մասին, ովքեր կապված էին Քոչինյանի հետ։ Արդյոք նա ուներ ապացույցներ, որոնք կարող էին գլորել ամբողջ համակարգը։ 1974 թվականի ապրիլին Սարգսյանին կանչեցին ԿԳԲ-ի գրասենյակ։ Երկու աշխատակիցներ նստած էին սեղանի ետում։ Նրանք հարցրեցին նրան Մարիամ Քոչինյանի մասին։ Նրանք ուզում էին իմանալ, թե ինչ է նա տեսել, ինչ է լսել։ Ինչ է գիտի։ Սարգսյանը պատասխանեց ճշմարտությամբ։ Նա պատմեց այն ամենը, ինչ տեսել էր։ Բայց նա չպատմեց այն ամենը, ինչ գիտեր։ Նա չպատմեց այն ծրարի մասին, որը տեսել էր Քոչինյանի տան սեղանի վրա։ Նա չպատմեց այն զրույցների մասին, որոնք լսել էր։ Ինչու։ Սարգսյանը չպատմեց ամբողջ ճշմարտությունը։ Վախից։ Հավատարմությունից։ Թե նա հասկանում էր, որ որոշ գաղտնիքներ ավելի լավ է մնան գաղտնիք։ ԿԳԲ-ի աշխատակիցները թողեցին նրան գնալ։ Բայց Սարգսյանը գիտեր, որ նրանք կհետեն նրան։ Նա գիտեր, որ նրանք կդիտեն նրա ամեն քայլը։ Նա գիտեր, որ նա դարձել է մի մարդ, ով գիտի չափից ավելի շատ։ 1975 թվականին Սարգսյանը լսեց լուր, որը նրան ցնցեց։ Արմեն Քոչինյանը, Քոչինյանի ավագ որդին, մեռել էր Մոսկվայում։ Պաշտոնական տարբերակով, ավտովթար։ Նրա մեքենան բախվել էր ծառին։ Նա մեռել էր տեղում։ Նրան թաղել էին Մոսկվայում, փակ արարողությամբ։ Ոչ մի հիշատակում թերթերում։ Ոչ մի պաշտոնական հայտարարություն։ Բայց Սարգսյանը չհավատաց պաշտոնական տարբերակին։ Նա գիտեր, որ Արմենը չէր վարում մեքենա։ Նա գիտեր, որ Արմենը միշտ ուներ վարորդ։ Նա գիտեր, որ սա պատահական ավտովթար չէր։ Արդյոք Արմենը սպանվեց։ Ո՞վ սպանեց նրան։ Ինչու։ Արդյոք նա գիտեր ինչ-որ բան, որը չպետք է գիտեր։ Արդյոք նա փորձեց խոսել։ Արդյոք նա փորձեց բացահայտել ճշմարտությունը։ 1977 թվականին Սարգսյանը լսեց մեկ այլ լուր։ Լուսինե Քոչինյանը, Քոչինյանի դուստրը, մեռել էր Լենինգրադում։ Պաշտոնական տարբերակով, սրտի կաթված։ Նա մեռել էր քնի մեջ։ Նրան թաղել էին Լենինգրադում։ Նրա ամուսինը չտվեց ոչ մի մեկնաբանություն։ Նա անհետացավ անմիջապես թաղումից հետո։ Սարգսյանը չհավատաց այս տարբերակին նույնպես։
Լուսինեն երիտասարդ էր։ Նա առողջ էր։ Նա չուներ սրտի խնդիրներ։ Ինչպես նա կարող էր մեռնել քնի մեջ։ Արդյոք Լուսինեն նույնպես սպանվեց։ Արդյոք ինչ-որ մեկը մյուսի հետից ոչնչացնում էր Քոչինյանի ընտանիքի անդամներին։ Ինչու։ Ինչ գաղտնիք էին նրանք պահում, որ արժանի էր սպանության։ 1981 թվականին Սարգսյանը լսեց վերջին լուրը։ Վահան Քոչինյանը, Քոչինյանի կրտսեր որդին, անհետացել էր Լենինգրադից։ Նա պարզապես անհետացել էր մի օր։ Նրա բնակարանը դատարկ էր։ Նրա իրերը չկային։ Ինչպես թե նա երբեք այնտեղ չի ապրել։ Ոստիկանությունը փնտրեց նրան, բայց երբեք չգտավ։ Նա պարզապես անհետացել էր։ Արդյոք Վահանը փախեց։ Արդյոք նա հասկացավ, որ վտանգի մեջ է։ Արդյոք նա գիտեր, որ նրա եղբայրն ու քույրը սպանվել են։ Արդյոք նա փրկվեց։ Թե նա նույնպես մեռավ, բայց նրա մարմինը երբեք չգտնվեց։ 3 երեխա։ Երեքն էլ մեռան կամ անհետացան 7 տարվա ընթացքում։ Պատահականություն։ Թե պլանավորված ոչնչացում։ Սարգսյանը գիտեր պատասխանը։ Բայց նա երբեք չխոսեց։ Նա երբեք չպատմեց այն, ինչ գիտեր։ Նա պահպանեց լռությունը 50 տարի։ Մինչ հիմա։ Բայց ինչ եղավ Մարիամ Քոչինյանի հետ։ Նա եղավ վերջին։ Նա ապրեցիր ավելի երկար, քան իր երեխաները։ Թե նա եղավ առաջինը, ով մեռավ, ամբողջ պատմությունը պարզապես ծածկույթ էր։ 1982 թվականին Սարգսյանը ստացավ անանուն նամակ։ Նամակի մեջ գրված էր միայն մի հասցե՝ Թբիլիսիում։ Ոչինչ ավելի։ Ոչ ստորագրություն։ Ոչ բացատրություն։ Պարզապես հասցե։ Սարգսյանը գիտեր, որ չպետք է գնա այնտեղ։ Նա գիտեր, որ սա կարող է լինել թակարդ, բայց նա չկարողացավ դիմանալ։ Նա պետք է գիտեր։ Նա պետք է իմանար ճշմարտությունը։ Նա գնաց Թբիլիսի։ Նա գտավ այդ հասցեն։ Փոքրիկ տուն քաղաքի ծայրամասում։ Հին, մաշված տուն։ Նա թակեց դուռը։ Ոչ ոք չպատասխանեց։ Նա թակեց կրկին։ Դեռ ոչինչ։ Նա պտտվեց հեռանալու համար, երբ լսեց ձայն։ Սպասեք։ Դուռը բացվեց։ Հին կին կանգնած էր շեմին։ Նրա դեմքը ծածկված էր շարֆով։ Բայց Սարգսյանը ճանաչեց նրա աչքերը։ Այդ աչքերը, որոնք տեսել էր 1972 թվականին, երբ Մարիամ Քոչինյանը հեռանում էր Երանից։ Մարիամ Քոչինյան, շշնջաց Սարգսյանը։ Կինը լուռ մնաց մի քանի վայրկյան։ Ապա նա ասաց. Այդ անունը մեռել է 50 տարի առաջ։ Ես այլ մարդ եմ հիմա։ Սարգսյանը մտավ տուն։ Ներսը պարզ էր, գրեթե դատարկ։ Մի սեղան, 2 աթոռ, մի մահճակալ։ Ոչինչ ավելի։ Կինը նստեց մի աթոռի վրա, ցույց տվեց Սարգսյանին նստել մյուսի վրա։ Ինչու։ Դուք ինձ կանչեցիք այստեղը։ Հարցրեց Սարգսյանը։ Որովհետև դուք միակ մարդն եք, ով տեսավ ինձ վերջին անգամ, պատասխանեց կինը։ Որովհետև դուք միակ մարդն եք, ով կարող է պատմել իմ պատմությունը։ Բայց ինչու։ Հիմա, հարցրեց Սարգսյանը։ Ինչու։ 8 տարի հետո։ Որովհետև հիմա անվտանգ է, ասաց կինը։ Որովհետև բոլորը, ովքեր ուզում էին ինձ լռեցնել, մեռել են կամ կորցրել իրենց իշխանությունը։ Նա հանեց մի փոքր տուփ իր զգեստի տակից։ Նույն տուփը, որը Սարգսյանը տեսել էր, երբ Մարիամը հեռանում էր Երանից։ Այս տուփի մեջ է ամբողջ ճշմարտությունը, ասաց կինը։ Փաստաթղթեր, նամակներ, լուսանկարներ։ Ամեն ինչ, որ ապացուցում է Քոչինյանի կոռուպցիան։ Բայց ոչ միայն նրա կոռուպցիան։ Նա Մոսկվայի բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիան։ Նա ՑԿ անդամների կոռուպցիան։ Այս փաստաթղթերը կարող էին գլորել ամբողջ համակարգը։ Սարգսյանը նայեց տուփին։ Այնքան փոքր տուփ, բայց այնքան վտանգավոր։ Ինչու։ Դուք չտվեցիք այս փաստաթղթերը ԳԳԲ-ին։ Հարցրեց նա։
Որովհետ ԿԳԲ-ն չուզում էր այս փաստաթղթերը, պատասխանեց կինը։ Նրանք ուզում էին միայն Քոչինյանին պատժել։ Բայց եթե այս փաստաթղթերը հրապարակվեին, ապա պետք է պատժվեին նա շատ ուրիշներ Մոսկվայում։ Եվ դա ԿԳԲ-ն չէր ուզում։ Ուրեմն նրանք ձեզ թաքցրին, ասաց Սարգսյանը։ Այո, հաստատեց կինը։ Նրանք ինձ տեղափոխեցին այստեղ։ Նրանք տվեցին ինձ նոր անուն, նոր կենսագրություն։ Նրանք ասացին, որ ես պետք է լռեմ։ Եվ ես լռեցի։ 50 տարի։ Բայց ձեր երեխաներ, սկսեց Սարգսյանը։ Կինը բարձրացրեց ձեռքը, կանգնեցնելով նրան։ Իմ երեխաները մեռան, որովհետև նրանք չլռեցին, ասաց նա։ Արմենը փորձեց խոսել։ Նա փորձեց պատմել ճշմարտությունը։ Եվ նրանք սպանեցին նրան։ Լուսինեն փորձեց փախչել։ Եվ նրանք սպանեցին նրան։ Վահանը հասկացավ, թե ինչ է կատարվում, փորձեց անհետանալ։ Բայց նրանք գտան նրան նույնպես։ Սարգսյանը զգաց, թե ինչպես արցունքները լցվում են իր աչքերում։ 3 երիտասարդ կյանք։ 3-ն էլ ոչնչացված։ Որովհետև նրանք գիտեին չափից ավելի շատ։ Ինչու՞։ Դուք ապրեցիք, հարցրեց նա։ Որովհետև ես լռեցի, պատասխանեց կինը։ Որովհետև ես ընդունեցի նրանց պայմանները։ Որովհետև ես ընտրեցի կյանքը ճշմարտության փոխարեն։ Նա բացեց տուփը։ Ներսում էին տասնյակ փաստաթղթեր, նամակներ, լուսանկարներ։ Սարգսյանը տեսավ Քոչինյանի ստորագրությունը բանկային փաստաթղթերի վրա։ Նա տեսավ նամակներ Մոսկվայի պաշտոնյաներից։ Նա տեսավ լուսանկարներ գաղտնի հանդիպումներից։ Վերցրեք այս տուփը, ասաց կինը։ Պահեք այն։ Եվ երբ ժամանակը գա, երբ անվտանգ կլինի, հրապարակեք այս փաստաթղթերը։ Թող աշխարհը իմանա ճշմարտությունը։ Թող իմ երեխաների մահը չլինի զուր։ Սարգսյանը վերցրեց տուփը դողացող ձեռքերով։ Բայց ինչու՞։ Ես, հարցրեց նա։ Ինչու՞։ Դուք վստահում եք ինձ։ Որովհետև դուք տեսաք ինձ այն գիշեր, պատասխանեց կինը։ Որովհետև դուք տեսաք իմ վախը։ Եվ դուք չխոսեցիք։ Դուք պահպանեցիք իմ գաղտնիքը։ Դուք պաշտպանեցիք ինձ, չգիտենալով անգամ, որ դա անում եք։ Սարգսյանը կանգնեց։ Նա պատրաստվում էր հեռանալ, երբ կինը ասաց. Սպասեք։ Կա մեկ այլ բան, որ դուք պետք է իմանաք։ Նա հանեց մի լուսանկար տուփից։ Լուսանկարում 3 երեխաներ էին՝ Արմենը, Լուսինեն, Վահանը։ Նրանք ժպտում էին։ Նրանք երջանիկ էին։ Սա եղել էր նախքան ամեն ինչը։ Նախքան կոռուպցիան, նախքան վախը, նախքան մահը։ Հիշեք նրանց այսպես, ասաց կինը։ Ոչ թե որպես Քոչինյանի երեխաներ, այլ որպես 3 երիտասարդներ, ովքեր ուներին երազանքներ, ովքեր ուզում էին ապրել, ովքեր սիրում էին կյանքը։ Հիշեք նրանց այսպես։ Սարգսյանը վերցրեց լուսանկարը դրեց տուփի մեջ։ Նա նայեց կնոջը վերջին անգամ։ Նրա դեմքը դեռ ծածկված էր շարֆով։ Բայց նրա աչքերում Սարգսյանը տեսավ ցավ։ 50 տարվա ցավ։ Ցավ, որը երբեք չի անցնի։ Նա հեռացավ տնից երբեք այլս չվերադարձավ Թբիլիսի։ Նա պահեց տուփը։ Նա պահեց գաղտնիքը։ 50 տարի։ Բայց հիմա, երբ Սարգսյանը 85 տարեկան է, երբ նա գիտի, որ իր ժամանակը սպառվում է, նա պատրաստ է խոսել։ Նա պատրաստ է բացահայտել ճշմարտությունը։ Նա պատրաստ է հրապարակել այն փաստաթղթերը, որոնք Մարիամ Քոչինյանը վստահեց նրան։ Տուփը դեռ նրա մոտ է։ Փաստաթղթերը դեռ այնտեղ են։ Ճշմարտությունը դեռ սպասում է բացահայտվելու։ Բայց մի հարց մնում է։ Արդյոք Մարիամ Քոչինյանը դեռ ապրում է։ Արդյոք նա դեռ այնտեղ է, Թբիլիսիում, այդ փոքրիկ տանը։ Թե նա մեռել է տարիներ առաջ, տանելով իր վերջին գաղտնիքները գերեզման։ Սարգսյանը չգիտի։ Նա երբեք չվերադարձավ այնտեղ։ Նա երբեք չփնտրեց նրան։ Գուցե նա վախենում էր իմանալ ճշմարտությունը։ Գուցե նա ուզում էր հավատալ, որ Մարիամը դեռ ապրում է, որ նա դեռ այնտեղ է, սպասում օրվան, երբ նրա պատմությունը կպատմվի։ Բայց մի բան Սարգսյանը գիտի համոզմամբ. Մարիամ Քոչինյանը չէր սովորական կին։
Նա էր կին, ով ապրեց դժոխքում վերապրեց։ Կին, ով կորցրեց ամեն ինչ՝ ամուսնուն, երեխաներին, տունը, ինքնությունը։ Բայց նա չկորցրեց իր արժանապատվությունը։ Նա չկորցրեց իր ուժը։ Նա պահպանեց ճշմարտությունը, նույնիսկ երբ ճշմարտությունը արժեր նրա կյանքը։ Եվ հիմա, 50 տարի հետո, այդ ճշմարտությունը վերջապես կբացահայտվի։ Աշխարհը կիմանա Քոչինյանի ընտանիքի պատմությունը։ Աշխարհը կիմանա, թե ինչ կին վճարեցին նրանք մի մարդու ագահության համար։ Աշխարհը կիմանա, թե ինչպես խորհրդային համակարգը ոչնչացրեց մի ամբողջ ընտանիք, որպեսզի պաշտպանի իր գաղտնիքները։ Բայց ամենակարևորը, աշխարհը կհիշի Արմենին, Լուսինեին, Վահանին։ Ոչ թե որպես Քոչինյանի երեխաներ, այլ որպես 3 երիտասարդներ, ովքեր մեռան, որովհետև համարձակվեցին ճշմարտությունը փնտրել։ Արդյոք դուք պատրաստ եք իմանալ ամբողջ ճշմարտությունը։ Արդյոք դուք պատրաստ եք տեսնել այն փաստաթղթերը, որոնք Մարիամ Քոչինյանը պահպանեց 50 տարի։ Արդյոք դուք պատրաստ եք հասկանալ, թե որքան խորն էր կոռուպցիան խորհրդային համակարգում։